Ողջույն, սրանք իմ մեքենայի համարներն են, եթե ես տեսախցիկի տակ խախտում կատարեմ, սրանցով ինձ կնույնականացնեն ու կտուգանեն, բայց բացի սովորական համարներից կան նաև օպերատիվ համարներ, որոնք չկան տվյալների բազաներում ու դրանցով խախտում կատարողները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Օպերատիվ համարները հատուկ կտրոնների, այսպես կոչված նարուշիլովկաների հետ միասին, պետք են օպերատիվ ծառայություններին քողարկման համար, որ գաղտնի գործողություններ կատարելիս ոչ մեկ իրենց չնույնականացնի, եւ դա կլիներ ամբողջությամբ նորմալ ու տրամաբանական, եթե չչարաշահվեր։ Փորձը ցույց է տալիս, որ իրապահ մարմինների ծառայողները օպերատիվ համարները երբեմն օգտագործում են մեղմ ասած ոչ միայն գաղտնի օպերատիվ գործողությունների եւ անգամ ոչ միայն գործի ժամանակ։ Ու շատ հարմար է, որտեղ ուզենք կանգնեն, որտեղ ինչ խախտում, որ խիղճներն ու դաստիարակությունը թույլ տա կանեն։ Անգամ ավելին եղել են դեպքեր, երբ օպերատիվ համարներն ու հատուկ կտրոնները, նարուշիլովկաները հայտնվել են ընդհանրապես կապ չունեցող մարդկանց ձեռքերում։ Որոշ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ այդպիսի նվերներ են շռայլում իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին ու սիրուհիներին։ Բաժանորդագրվեք իրազեկ քաղաքացիների միավորման էջին, որ բաց չթողնեք հաջորդ ռիլը, որտեղ իմ գործընկեր Ռուզաննան կպատմի, թե մենք ինչ ենք անում այս խնդրի լուծման համար։ Լսի, սիրուհիներին նարուշիլովկաներ ու օպերատիվ համարներ տալու դեպքեր եղել են, իսկ սիրեկաններին տալիս են։